Բարև ձեզ։ Իհարկե շատ կարևոր է հասկանալ ինչ է հաղթանակ։ Հաղթանակ դա մեր հաղթանակը ինչ որ արտաքին թշնամիների նկատմամբ, մեր ներքին թշնամիների նկատմամբ, հաղթանակը մեր մեջ մեզ նկատմամբ, հաղթանակը ժողովրդի վերափոխման նկատմամբ եւ այլն։ Օրինակ Բուդդան բերում է մի ասենց խոսք, ասում է հերոսը նա չի, ով որ արտաքին թշնամիներից միլիոնավոր հաղթել է, այլ նա է, ով իր մեջի թշնամիներին հաղթարում, իր մեջի թշնամին դա նկատի ունի, դա իր տգիտությունն է, ջղայնությունն է, կապվածություններն են, գոռոզություն, նախանձ, ագահություն եւ դրանք հաղթարելը ավելի շատ դժվար է։ Հիմա ժողովրդում այդ արտաքին բոլոր թշնամիները ի հայտ են գալիս նրա համար, որ մենք ներսում թշնամանք ունենք, մեր մեջ, ամեն մեկը իր մեջ։ Հոգևոր ճանապարհներում դա ասում են էգոյի դեմ պայքար։ Մեր էգոիզմն է, որի դեմ մենք պետք է պայքարենք, ասենք։ Հետո գոն ուճացնում, աճացնում են մարդիկ իրանց, որ իրանք թվում է թե դրանով լավ զգեն, բայց իրանք գնում են դեպի պարտվելուն։ Էգոն ինչքան ուռճացնում են, իրանք պարտվում են։ Ինչ է նշանակում էգոյի ուռճացնել։ Էգո ուռճացնել նշանակում է այն բնավորության, այն էմոցիաների, մտքերի մեջ ընկնել, որը մեր բնույթից հեռու է տանում, մեր աստվածային բնույթից հեռու է տանում։ Մենք բոլորս մեր մեջ աստվածային բնույթ ունենք, որ ասում են Աստծու նման ենք, ոչ թե ֆիզիկական արվանով ենք նման, այլ մեր էությամբ ենք նման Աստծուն։ Այդ էությունից մեզ հեռու է տանում ինքը, այդ դրանց դեմ է պայքարը, հաղթանակը դրանց դեմ է։ Այս ժողովուրդը, որ ամեն մի անհատ իր հասկանա, որ իր էգոիզմը, ու նաև ազգային էգոիզմ կա, որ հաղթահարի, ինքը այդ դա է հաղթանակը։ Այդ ժամանակ բոլոր արտաքին թշնամիներն էլ կհաղթահարվեն, որտեղ մեր էգոն է, այդ էգոյի մոտեցումներն են վերում, որ արտաքին թշնամիներն են ի հայտ գալիս։ Ես հիմա որպես քաղաքական վերլուծաբան, որ դիտարկում եմ եւ այս մի քանի տարին եւ մինչ այդ, ես տեսնում եմ, որ այդ դրսի այդ ուժերը, որոնք որոշակի ծրագրեր ունեն, որտեղ մենք լավ ապագա չի պիտի ունենանք, հենց օգտվում են դրանից, որ այստեղ էգոիզմ կա, ազգային ոգի չկա, միասնություն չկա եւ մտածում են, այ հիմա այս քայլերը որոնք այնտեղ իրար հետ կգզվրտվեն, ինչ որ հակազգային տարրեր կլինի եւ իրենց նպատակին կհասնեն։ Այսինքն մենք պատրաստ ենք եղել արտաքին ուժերի համար, մի քիչ իրենք են հրահրել նպատակային ձև, որ անեն մեզ այդ այն ինչ որ անում են։ Ու այսպես միասնականություն չլինի, դիմակայությունը զրո լինի։ Այսինքն հնուց կար, իրենք խթանեցին դա, հենց դրանից էլ օգտվում են։ Դե ոնց որ ասած այդ մեր էգոիզմից են օգտվում իհարկե բոլոր արտաքին ուժերը, որ էգոիզմը դա եսակենտրոնությունն է, որ մեր եսի ամենակարևորը մեր եսն է, մեր ոգեղենությունը, մեր եսի փոքր ես բառն են օգտագործում, որ այդ էգո բառը ավելի ոնց որ տարածված է, փոքր եսի կենտրոնացությունը, ոնց որ նարցիսիզմի վրա են կենտրոնանում, ավելի կոպիտ շատ ասած, իսկ դրանք կարան շատ արագ սնուցեն։ Տենց էլ ասենք հոգևոր ճանապարհով գնացողներին ամենադժվար բանը է իրանց եսասիրությունը հաղթահարել, եսը հաղթահարելն է։ Իսկ այդ սնուցումը ոնց որ դե դուք եք կառավարիչներ, կարան sense ոնց որ ոգևորող չէ, այլ գովազդող իրանց լիքը մարդկանց ազգին խոսքեր կա, դուք որ ամենալավն եք, դուք եք ամեն ինչի տերը, այս ամեն ինչ, ոնց որ ինքը եսը իրան լավ ազգում, հպարտ քաղաքացիներ եւ այլն, հպարտությունն էլ ուզում եմ ասեմ, դա գոռոզության մի տեսակ է, եթե այդ իմաստով եմ ասում, մեր ազգին անկում են տենց տարել, էլի քիչ սնուցելով իրանց եսասիրությունը, ազգը թվում է թե դա ինչ է, ասենք մեծ մասը հիմա չեն հասկանում ես ինչ եմ խոսում, էլի, թվում է թե դա ինչ է տալու, բայց հենց այնն է տալիս, որ ինքը ազգային ոգին, դա նշանակում է ինքը հեռանում ազգային ոգեղենությունից։ Մենք պետք է մեր էությանը մոտենանք, որ ազգային ոգեղենությունն էլ ուժեղացնենք։ Եթե մենք մեր էությունից հեռանում ենք, ազգային ոգեղենությունը թույլատնում ենք, մենք հեռանում ենք, որտեղ այդ ազգային ոգեղենությունը էլի մեր էության համախմբումն է։ Պետք
պետք է հստակ հասկանանք։ Համար երբ որ մենք մեր էությունից հեռանում ենք եսասենյության կենտրոնում ընկնելով տարբեր մեր եսի բնավորության գծերի մեջ ընկնելով կամ մտքերի, էմոցիաների մտքերի, այդ մտքերը որ արտաքինից տալիս են, որ ինքը իր եսը սնուցի։ Հիմա տարբեր ասենք թե ոսկե օրինակ քաղաքական ոլորտում այդ եսը շատ ուժեղ սնուցում են իրանց, կամ ասենք նույնիսկ հոգևոր ոլորտում էլի աղավաղված մոտեցումներ ունեն, տարբեր ոնց որ ասած ուղղություններ հոգևոր էլի իրանց եսն են սնուցում, ոչ թե եսը հաղթահարում, պետք է իրանց եսը հաղթահարեն, ոնց որ աստվածային է ի հայտ գա, ոչ թե եսասիրություն, այսինքն պետք է աստվածային լույսը, իմաստությունը, իմացությունը ի հայտ գա մեր միջոցով, այդ ժամանակը ազգային է արտահայտվում, ազգայինը չի կարա արտահայտ, մտածում են օրինակ քրիստոնեության մասին, որ շատ ասում են քրիստոնեությունը բան արել մեր ազգային անկում ապրել, քրիստոնեությունը կապ չունի, ուղղակի այդ հետևորդները եսասիրությունն են շատացրել, իսկական իրանց եսի հաղթանակին եթե տանեին, իսկական հաղթանակին, ժամանակ ազգայինը կհաղթեր, ազգայինը ինքը աստվածայինն է, այդ պետք է հստակ հասկանանք, ինքը աստվածայինից դուրս չի ազգայինը, որտեղ Աստված է ստեղծել ազգեր, այդ հենց ի սկզբանե ազգեր են ստեղծվել աստվածային սկզբունքից ելնելով, ոչ թե եսի սկզբունքից ելնելով։ Դրա համար, երբ որ մեր մեջ մեր բարձրագույն եսը, էությունը, աստվածայինը հաղթի, այդ հաղթանակը մեր ազգայինն էլ կհաղթի։ Երբ որ մեր եսը մենք առաջ ենք փոքր եսն ենք առաջ տանում, ազգայինը տոժում է։ Այստեղ բարդ այն է, որ այդ եսասիրությունը խորարմատներ ունի, գտնվելով դաժան իրավիճակներում ու դարեր շարունակ, գրեթե 1000 տարի, չունենալով պետություն օտարի լծի տակ, հայ մարդը ինքն է խնդիրը լուծել, ինքը համայնք համարյա չի տեսել, պետություն չի ունեցել, ինքը այսպես առանձնակների մի հավաքածու է դարձել հայ ժողովուրդը։ Ու հիմա դրա բացական հետևանքները կա, դրա հաղթահարելը շատ ծանր գործ է, ես ասենք եւ դա հետևել եմ եւ դրա ուսումնասիրել եւ առաջարկներ եմ ներկայացրել, ասենք նույնիսկ չեն ընկալել հասարակ բանը քաղաքական դաշտի կողմից էլի, այդ խնդիրը կա, ես նորից եմ ասում հենց մեր թշնամի չասեմ մարդիկ են, որոնք ինչ-որ շահեր ունեն աշխարհաքաղաքական, դրանից օգտվում են, որ այստեղ ազգային մտածողություն չկա, եսակենտրոնություն է, դրա վրա էլ այսպես ասած կրակին յուղ են լցում եւ ունենում ենք այս իրականությունը։ Ու հիմա ինչքան էլ մենք այսպես պայքարներ անենք, էական արդյունք չի լինի, մինչև չմտածենք, լավ, այս մեր մարդկային բազմությունը, որ կա, որ ասում ենք հայ ժողովուրդ, այդ եսակենտրոնից ինչպես մենք բերենք, դարձնենք, Շիրվանզադեի խոսքն եմ ես հիշում, ես ասում էր, եթե մենք հային այդ անհատ հային չկոտրենք, չսարքենք սոցիալական էակ, մենք դառնալու ենք այն աշխարհի ամենախղճալի բանը ժողովուրդը։ Դեռ ասենք 100 քանի տարի առաջ մարդիկ դա տեսնում էին։ Սոցիալական չի, ինչ որ թիմով աշխատելու չի, ամեն մեկը իր համար, ասես դա եւ պատմական հիմքեր ուներ, եւ այս վերջի տարիներին էլ ասենք դրան հրահրում են ավելի են շատացնում, եթե մեկ ուրիշն էլ գա, ասի եկեք ազգային վերափոխում անենք, անմիջապես ինչ որ հատուկ ձևերով բախարակում են վատաբանում, որ չլսվի իրենց, որ բերեն հարցնեն այստեղ։ Հիմա այս խնդիրը ասում ենք պետք է, բայց հիմա ես ձեզ չեմ հարցնի թե ինչպես, որտեղ սա արդեն կոնկրետ քաղաքագետների տիրույթ է, էլի, բայց եթե ասելիք ունեք, թե ասենք ուրիշ տեղից տեսել եք, որ ինչպես են անում օրինակներ կա, սիրով կլսեմ։ Եթե չանցնենք նայեք, ուրեմն անցնենք առաջ, սենց ասեմ, էլի Տիգրան Մեծի պատմությունը վերեմ, ոնց է ինքը Տիգրան Մեծ դարել, ինքը որ քրմական դպրոցներ է անցել, այդ դպրոցներում ինչ են արել, այդ էլ պետք է հստակ հասկանանք, սաղ այդ դպրոցների իր ուսմունքը եղել է իր եսի դեմ պայքարը ու եսը հաղթահարելու, երբ որ ինքը ինչ-որ չափով հաղթահարել է, դրա համար նույնիսկ կարացել է համախմբել, համընդհանուր բարիքն է իր մեջ ամենամեծ գաղափարը եկել, ոչ թե իր անձնականը։ Դրա համար իր ցանկացած քաղաքական քայլերը էլ կտեսնենք իր ամբիցիաների քայլեր չեն եղել, այլ բարձր նպատակ է ունեցել, որն անգամ իր զավակներին է զոհաբերել։ Հա, այդ էլ պետք է տեսնենք։ Կարող չէ ասել իր տղանը կողմ գնացեք։ Դրա համար ինքը ուզում եմ վերջացնեմ, էլի,
ինքը որ այդ դպրոցով անցել է իր եսի հաղթարել դրա համար ցանկացած ղեկավար պետք է մինչև ընտրությունը եւ ցանկացած ոլորտի ղեկավար իր եսի դեմ պայքարի ինքը գոնե ինչ որ չափով իր եսի ինչ որ մասը հաղթարած լինի որ իսկ երկրի ղեկավարը առավել եւս այսինքն երկրի ղեկավարը պետք է ամեն մեկը չլինի այդտեղից էլ պետք է սկսել գալու ենք այն մտքին որ ինչ որ մի խորհուրդ է պետք որոնք չափորոշիչներ ունեն եւ ցանկացած պաշտոնի տեխնազույգ գնում է իր մոտ իրենք տեսնում են եսի հաղթահարումը ինչ աստիճանի է քեզ կարելի է գործը վստահել թե չէ դե հիմա նույնիսկ տեխնիկական մեթոդներով դա կարողշել կոչվում է աուրայի նկարում մեր այդպես կարելի է հա բանի մեր կենսահոր դաշտի նկարում որ մենք դաշտ ունենք այդ նկարումը նո ինչ որ մակարդակի հիմա հասել է այդ տեխնոլոգիաները դե էլի զարգանում են այդ նկարում մարդը մենք հասկանում երևում է նույնիսկ ինչքան է իր եսանկենտրոնությունը իր մեջ հաղթահարված ինչքան է ինքը համընդհանուր բարիքին տրված ինչքան իր մեջ իմաստություն կա նույնիսկ այդ նկարելով ինչքան նույնիսկ մի քիչ խելք ունի էլի ուզում եմ ասեմ ես դա բարձրացել եմ շուտվանից որ երկրում ասենք հիմա ոչ մի երկրում դա չի կիրառվում որովհետև դա մի քիչ ձեռնտու չի ինչ որ փոքր խմբի մարդկանց բայց համընդհանուր ազգային փոքր պետություններին դա շատ պետք է միակ վերելքը դա է այսինքն բերել ղեկավարություն անենց մարդիկ որոնց իրանց եսին արդեն ամենաառաջտայինը չի եսը հաղթարծա ուտեղ էլ նաև իմաստուն են որ երևում է բավականին ինտելեկտը զարգացած է դրանից էլ է երևում ու համընդհանուր բարիքի են ծառայեցնում իրանց բոլոր նպատակները ոչ թե անձնական շահերի մեջ են դրանք գցում հենց դա կարելի է շատ հեշտ արագ կիրառել եթե ուզենան ազգային բոլոր ընտրություններում պետք է սկզբից դա անցնեն հետո ժողովուրդը ընտրի այդ մնացած ովքեր այդ չափանիշները ունեն դրա մեջ բոլոր ղեկավարները պաշտոնները այդ պետք է այդ ընտրությունները դրանց նշանակվեն թե քաղաքապետից սկսած թե երկրի ղեկավարից թե վարչապետ թե նույնիսկ դեպուտատներից սկսած ժողովուրդը գլուխ չի հանի այդ տեստերից այդ նկարներից ավելի լավ չէ ժողովուրդը չի հանի թե հատկընտրիչներ որոնք պետք է ընտրեն էլ ասինքն ժողովուրդը հետո ասենք դրանցից ասենք մարդիկ ընտրվում են տեխնացուներ հետո բայց այն տեխնացուներն ընտրում որոնք արդեն այդ որակները ունեն իրանց մեջից թող արդեն ընտրեն Արգելի դրդադ ես միշտ այն մտքին եղել եմ հիմա էլ որ առնվազն 50 տարի հայ ժողովրդին չի կարելի թույլ տալ ընտրություն կատարել ես շատ լավ շփվել եմ մակարդակի գիտեմ չի կա ինքը չի կողմնորոշում թարապես բայց թողնենք Տիգրան Մեծի մասին ասացիք ես ճիշտ է մի քիչ sense շատերի դիտարկումով գնում ենք ուտոպիայի մեջ Տիգրան Մեծի ժամանակ պետությունը արքայի սեփականությունն էր ամեն ինչ իրենն էր ասենք նախարարներուները թողերը տալիս էր վարձովի կամ կարար վերցներ եւ այլ էլի ու որպեսի մարդը որ դառնա արքա որպես սեփականատեր չասի ես հիմա ես բերեք ես ինչեր անենք իրեն է ձեր ասած դպրոցում սովորեցնում են որ հաղթի եսը ու դա որ դառնա թակավոր իր մոտից է սեփականատիրոս զգացողությունը հանել ինքը դառնա ժողովրդի հայր այդ կարգի աշխատում էին քրմերը որ նախագահի մասում արքան այդ կարգի մտածողություն ունենա դա մի քիչ ամենայն դեպս փաստենք որ ժամանակին ունեցել ենք եթե ունեցել է նշանակում է շնորհք ունեն ինձ թվում է մենակ Տիգրան Մեծը չի այդ ժամանակներում այդպես էր հիմնականում իսկ հիմա վերահուցյալ էին ասում ասոցիալ ով ասոցիալ էլի այդ ուղղակի ինքը եկեղեցի չի գնում ու իրան ձեռնադրում են ու տենց իրան ուղղակի ինքը ոգին ինքը պահանջն նույնիսկ կաթողիկոսն էլ ասենք թե ինքը եթե ինչ որ հատկանիշներ չունի իրան տենց ձեռնադրելը չի ընտրությամբ չի ինքը պետք է Աստծո ընտրյալը լինի ոչ թե ժողովրդի ընտրյալը նույնիսկ թագավորը նույն ձև պետք է լինի ես միտեղ կարդացի որ չնայած դա ինձ տեսիլով եկել էր այդ ամենը նկարագրեցի հետո բարձրացած դա գիտություն է արքայազնը որպեսի թագը օծեն տան որ սրբազան ճանապարհորդությունները անցնում որոշակի պահանջների պետք է բավարարի ինքը եթե չի անցնում դեպքում ինքը չի դառնում այդպես ծեսեր եղել է
Հիմա թե ինչքանով մեզ կհաջողի վերականգնել դա մյուս կողմ, համենայն դեպս, պարոն Տարդա, դուք հիմա այս մեր հեռուստադիտողի հարցը, որ ասում հաղթանակը պետք է կոնկրետ ձևակերպել, որն է հայ ազգի հաղթանակը, ինչ տեսք ունի։ Հիմա այդ ձեր ասածը ամբողջությամբ ծածկեց, թե դեռ պիտի լի մտորից սրա շուրջ։ Տեսքը դա եսի հաղթարումն է։ Այդ պետք է հասկանանք իսկական հաղթանակը։ Այդ դեպքում արդեն նոր ազգ կդառնանք, կոչվենք ազգ եւ արդեն որոշակի չափանիշներով, ստանդարտներով։ Եթե դա չես արի հաղթանակած չես, եթե քեզ չես հաղթել, ուրիշն էլ չէ։ Դե բոլորը ազգը չէ, գոնե ազգի սերուցքը էլի։ Հիմա նայեք, ասենք հին հայեր ու մենք նույն ազգն ենք, այդքան լինի չէ, կամ հույնները ու հիմիկվա հույները։ Ես երբեմն ասում եմ, որ ասենք ամենաուշը 600, 700, 800 թվերի հայերը որ կան, մեզ այստեղից բոլորից դուրս կշպրտեն։ Կասեն, ես ինչ եք դարել։ Ես ինչ է ձեր վիճակը, հասկանում եք, իրանց տեսակը ու այս տեսակը սալից օրը տարբերություն։ Գարաժարվեն մեզանից։ Ես այդ վստահաբար ասում եմ, ես վեպեր եմ գիտեմ այս ժամանակ ինչ տեսակ էր, հիմնականում այդ ազնվական խավեր էլի։ Գարաժարվեն, ասեն, սրանք մերի չեն։ Դե հենց այդ եմ ուզում ասեմ։ Պետք է ազգը էլի ոնց որ վերափոխվի, տրանսֆորմացիայի ներկայացվի։ Նույնիսկ այդ սերուց կազմի, ասենք, ինտելիգենցիան վերցնենք, այդ ղեկավար կազմը վերափոխվի։ Ու ամբողջ ազգը շատ դժվար է ընկալել, բայց այն սերուցքը, որ առաջնորդում է ազգին, ուղղորդում է, ինքը պետք է վերափոխվի, մինչև դա չլինի ազգի ընդհանուր մասայի վերափոխում չի կարա լինի, ու ընդհանուր բարիքներ չբերնի, ինչ որ ուրիշ երկիր մեջ չի կարա վերափոխի, վերափոխումը մենակ ներսից է տեղ ունենում, այսինքն մարդու ներքին վերափոխումը միշտ իր ներսից է, դրսից դա չի կարա տեղ ունենա, ինքը տարբեր փորձություններով անցնելով տարբեր հանգամանքները գալիս է կրիզիսի է կանգնում ինչ-որ, այդ կրիզիսի ժամանակը ինքը սկսում մտածել առաջ գնա, հիմա մեր ազգն էլ եկել է ինչ-որ տեղ կանգնել է, կամ ինքը կվերափոխվի, կամ ինքը կգնա կլուծվի տեզերական։ Ցանկալի էր, որ քո ասածը իշխանությունները անեն, բայց դժբախտաբար չի արվել, հիմա առավելի եւս հակառակն է, եւ դու լավ տեղյակ ես, որ մենք տարբերաբար հանդիպում ենք, հենց այդ հարցն ենք դնում նոր էլիտայի կայացման համար ինչա պետք անել ինչ չափորոշիչներ, որը ինքը կգա եւ այդ վերափոխումը կանի։ Սա կարևոր հարց է։ Հիմա երկրորդ թեման հարգելի հեռուստադիտողի այդ մտքի հետ կապված, որ ինչ որ մեկին միտք է գալիս, երեգյան կուտակվում է, նորից կարդամ, հա։ Կյանքում պահ է լինում, երբ մի միտք այնպիսի ներգործություն ունենում մարդու ենթագիտակցության վրա, որը ստիպում է նրան մեկուսանալ բոլորից եւ մի սարսափելի ներքին էներգիայի կուտակում է առաջացնում, այդ միտքը թվում է կոմոխրանաս եւ այդ կուտակված էներգիան որոշակի ժամանակահատվում հասնելով իր քրիտիկական կետին լույսի լուծման տեսիլքի է վերափոխվում։ Երևի չգնավորների մոտ այս երևույթը տեղն է։ Իմ կարծիքով այս օրասական քրիտիկական պահերին շատերիս է մտատանջում իրավիճակը, բայց մեկ գերզգայուն անհատի մոտ այդ ընթացքը կբերի աստվածային լույսի մտքի հստակեցմանը։ Դե քեսից ընդհատեմ, ես նաև Գուրջևի մոտ եմ նկատել, որ ինքը ասում էր, որ այդպես չի, որ դուք մի գաղափար առաջ քաշեք եւ մարդիկ ընկալեն կան, ասեն, ահա գնանք այդ գաղափարը իրականացման, ասում եմ, մի հոգի պիտի գա գերհզոր մտքով, գերհզոր էներգիայով եւ իր էներգիայով վարակի այն մյուսներին, այսպես շարժի, դիղնի, ցանի։ Իսկ մոտարպես նույն բանն է ասում, ինչ կասեք սրա մասին։ Դե միտքը նայեք ամեն մի միտք տարբեր տեղից են գալիս էլի, այսինքն մտքերի ոչ թե մեր ուղեղն է գեներացնում, մեր ուղեղը մտքերը բռնողն է։ Ու տարբեր սֆերանից կա, այն միտքը, որը գալիս է ոգեղեն սֆերայից, մտերից սկսեմ էլի հրեղեն սֆերայից, այդ միտքն է, որ վառում է ներսը, սենց բորբոքում է, եթե մարդը իզորու ընդունակա դա ընկալելու, որտեղ ոչ բոլորն են դա իզորու ընդունակ, որտեղ իրանք ցածր եսասիրության հետևից են այն որ իր եսը հաղթում է, այ իրանք կարան ընդունակ այդ միտքը ոգեղեն պլանոց ընկալեն ու ոցավառվի, ու այդ միտքը կարանան մասաներին տամ, որ ոգեշնչի ուրիշն է, այսինքն ոգեշնչող միտքը մենակ ինքնա դառնում փոխանցիչը, որ կարանա շատ մասաներին ոգեշնչի, բայց միշտ կողմից մասաները պիտի ընդունակ լինեն, որ Քրիստոս ասում է, որ սերմը գցում ենք, քարերի մեջ ընկավ, կամ ագրավները կերան, կամ չոր հողի մնգավ, պիտի հողը պարարտ լինի, ու փափուկ լինի, ու խոնավ լինի,
որ այդ սերմը աճի, այսինքն այդ ոգեղեն պլանից այդ մեկը գաղափարը որ գալիս է տա, այդ չի նշանակում ամենտեղ կարա ինքը ներդնի, պետք է այդտեղ միջավայրն էլ համապատասխան ընդունակ լինի դա անցալելու, այսինքն պարարտ հող պետք է լինի, որ դա աճի այդ բանը, պարարտ հողը դա պետք է ստեղծի ազգը հասկանա, որ ինքը պետք է վերափոխվի, ոչ թե ազգացելով ամեն մի անհատի վրա աշխատի, էլի, ոչ թե ուղղակի գոյատևի, մեծ մասը ուղղակի գոյատևում են, ապրում են այսօրվա օրով, այսօրվա հաճույքներով ու վերջ, շատ ապագա չեն դիտարկում։ Ես աշխարհի այդ հզոր անհատների մասին վեպ եմ գրել բավական ուսումնասիրել, Ալեքսանդր Մակեդոնացի, Հուլիուս Կեսար Բոնապարտ եւ Ադոլֆ Հիտլեր եւ ասեմ 4-ներ գերհզոր էներգիա են ունեցել, որտեղից են ստացել չգիտեմ, բայց գերհզոր էներգիա են ունեցել ու Բոնապարտի մասին վեպի վրա որ աշխատում եմ, ինձ մի միտք եկավ, որսացի, ինչպես դու ես ասում, այս էր առաջնորդի ոգու ուժը փոխում է դարը, այսինքն կարող է մի հատ առաջնորդ գա, այս ոգի ուժը դարը փոխի, ոչ մենք ուժը, ամբողջ է, այդ 4 անհատները այդպես արեցին, լավ, վատ արեցին, էլի։ Հիմա այս մեր ընկերն էսեք ինչ է ասում հերոսատը, հիմա հարց է առաջանում, իսկ մենք ինչ անենք, իմ կարծիքով գիտակցական մակարդակում գեներացնենք այդ մտքի փնտրտուքը, իրողությունը հասունացնենք, գիտակցական մակարդակում կարող ենք գեներացնել փնտրտուքը, թե դա այդ հիմա մենք խոսում ենք արդեն գեներացնում ենք։ Փնտրտուքը դա պարարտ հող ստեղծելն է։ Ահա։ Պարարտ հողը ինչ է ստեղծել, որ մարդուն հասկանան ինչն է առաջնային, ինչն է երկրորդական, ինչն է կարևորը, ինչը երկրորդական, որտեղ է ամենաառաջնայինը, որն է երկրորդական։ Օրինակ ազգի համար որն է առաջնային խնդիրները, որն է երկրորդական։ Մեր գիտակցության ընկալման համար, մեր համար որն է առաջնայինը, որն է երկրորդական։ Ավելի շատ շեշտը այս ընդհանուր միջավայրը եւ բիզնես միջավայրը այդ կապիտալիզմի դնում է երկրորդական բաները առաջնային։ Այսինքն ինչ որ դնում է ինչ որ, չգիտեմ, մի հատ ապրանք է գովազդանում կամ ինչ որ մի հատ սպառողական անհատների զարգացումով կապված չլինեն։ Դրանք են առաջնային դնում ու ասենք իմանայք որ ինչ որտեղ գովազդ է որ գնում ամենուր եք ինչի գովազդ է գնում ինչ որ սպառողական կամ սպառողական ինչ որ մտքերի գաղափարների բան որ արագ էլի սպառեն այսինքն ինչ որ հավերժության մասին գաղափարները մարված է ոչ միտեղ գովազդ չի արվում մարդկանց հետ դրա ասում են ինչին է պետք դա ինչ չեն հասկանում որտեղ այդ միջավայրում ասում իրանք մտածում են ծնվում են սպառող պետք է ինչ որ բան կուտակեն ու սպառեն Մի նպատակ կյանքի իրանց հասկանում են մենակ սպառելը ու վերջ ուրիշ նպատակ չեն տեսնում սպառեն ասենք լավ ուտեն լավ հագնվեն հետո էլի լավ ուտեն լավ հագնվեն գնան էլի իրանց կարիքները բավարարեն էլի լավ ուտեն լավ հագնվեն լավ վայելեն ուրիշ բան չեն ընկալում դրանից դուրս ոչ մի բան չկա էլ ընկալում չկա պետք է ընկալումների մասին փոխեն որ դրանով չի կյանքը դա ինչ որ մի մասը, որը պետք է իրականացնենք մեր կեցությունը պահելու համար։ Կարանք լավ պահենք, ես չեմ ասում վատ պահել, բայց դա նպատակ կյանքի պետք է չլինի։ Իսկ մարդիկ մտածում են փոքրուց, նպատակ դրան հասնեն, ուրիշ նպատակ չեն տեսնում։ Այդ համակարգն է նաև բերում կապիտալիզմը, ես միտեղ կարծացի ու զարմացա, մինչև կապիտալիզմը մարդիկ այտենց ապրանքների տեն չեն ունեցել։ Մարդին կոշիկ էր պետք ասեք տա, մի զույգ կոշիկ ուներ։ Մի շալվար, մի վերնաշապիկ եւ այլը, այսպես պահարաններում չէր կախում, հասկանում ես, կինն եւ այլը, այսպես շարեն, ավտոների, եսի ինչեր էլի։ Ինձ ինչքան է պետք այսօր։ Մի հատ այդ առնում էր, այդ կուտակման տեն չէ, կապիտալիզմը բերեց։ Սկսեցին մարդկանց վրա ազդեն, ինչքան շատ ունես, եկա շատ տեսակում ռիզի, այդքան դու բարձր ես, դու լավ ես եւ կարելի է փչացրին մարդկանց։ Հիմա ես չգիտեմ, ունեք գնում էլի։ Այդ բանն էլ եկավ Հայաստան։ Սպառողական աշխարհ, մենակ սպառեն, ուրիշ բան չեն հասկանում։ Իսկ իրանք կարան ինչ ազգին տան։ Ազգից հա սպառում են, այսինքն մենակ իրանք ոնց որ քաշեն իրանց վերցնեն, այդ ու տենց փոքրուց են մեծացնում, ուղղակի մարդիկ էլ այդ ընկալում են։ Չեն հասկանում իրանց ավելի վեհ նպատակը համընդհանուր բարիքին ծառայեն, ազգին ծառայեն,
ընդհանուր մարդկությանը ծառայեն իրանց բարիքներով, ոչ թե իրանց անձի եսին ծառայեն։ Դե խոշոր փողատերին դա պետք չի, ընդհակառակը սկսում են պայքարել արժեքների դեմ, եկեղեցու դեմ, որը որոշակի կանոնակարգում է, չէ՞ հասարակական կյանքը որոշակի չի կարելի լինի։ Դրա համար դրա դեմել են պայքարում, որպեսզի ասեք մարդը լրիվ դառնա կուտա սպառող ինչ որ մի արարած, ինչ ուզենան անեն, արժեքների չունենա, ռոբոտի պես մի բան էլի։ Դե ձեռնտու է, որտեղ սպառողը իրանք իր հաշվին ապրում են, ոնց որ ինքը ոչ միայն նյութական երևույթների սպառողա դառնում, նաև ինչ որ էներգիաների սպառողա, իրանց գաղափարների սպառող, բայց ինքնուրույն vocation-չող իր ասվածային բնույթը իրականացնելուց ինքը հեռանում է, որտեղ մենք եկել ենք ստեղ ոչ միայն հաց ուտելու համար, ոչ միայն բազմազանալու համար, ոչ միայն լավ հագնվելու համար, այլ մենք առաքելություն աստվածային ունենք, որ պետք է կատարենք։ Այդ մեր առաքելությունից երբ որ հեռանում ենք, ու մասաները հեռանում են, էլիտան հեռանում է, ինքը ազգը անկում է ապրում, ազգը դրանից է ապրում, որ իր վե գաղափարներից հեռանում է ինքը։ Ընկնում է ճղճիմ իր առօրյա, որտեղ հաց, ընդեղ կյաց, չէ՞, այդ դրա մեջ է ընկնում, դե հաջորդն էլ դրա համար սփռում են աշխարհի տեղ, որտեղ լավ կարող է հացը լինի, այնտեղ կացի իրանց անեմ, իրենք չեն կարող պայքարեն բե գաղափարի համար ու իրանց մարտնչեն ու պայքարեն ու այդ բե գաղափարը առաջնային լինի, ոչ թե իրանց հացը առաջնային է։ Խոսքի մեջ առաքելություն բառը օգտագործեցի, ես սկսեցի մտածել արդյոք լիարժեք ենք պատասխանում Արգարժան Պարոնյանի հարցին, թե որն է հայ ժողովրդի հաղթանակը։ Հիմա դուք ասում եք իր եսը հաղթահարի, ես հասկանում եմ եսը հաղթահարած մարդկային բազմությունը դա մի ուրիշ որակ է եւ ուրիշ արժեքներ է կտա աշխարհին, բայց եթե կա առաքելություն ժողովուրդների, ես գուցե հաղթանակը ձևակերպի այսպես, հայ ժողովրդի հաղթանակը իր առաքելության իրագործումն է, քանի դեռ չես իրագործում, դու հաղթանակած չես։ Գուցե այս ձև բանենք։ Նույն դա նույնն մեկից մեկը գալիս է, դա երկրորդ աստիճանն է, որտեղ իր առաքելությունը, եթե ինքը մենակ սպառելությունն է տեսնում, չէ՞, իր մենակ կեցության հարցն է լուծում, իր առաքելությունը դա չի։ Այսինքն առաջնային առաքելությունը, որ մենակ կեցությունը բավարարի իր, դա չի։ Դրա համար իր առաքելությունը հեռանում է։ Դրա համար հաղթանակն է, երբ որ իսկական իր առաքելությունը իրականացնի, կեցությունը արդեն ավտոմատ կիրականանա։ Պետք է մենք հասկանանք, երբ որ մենք մեր աստվածային առաքելությունը ազգի իրականացնում են, ազգի կեցության խնդիրը ինքը ավտոմատ է լինում։ Արդեն ազգը ուրիշ որակի մակարդակի է լինում։ Այդ ազգին արդեն ինչ որ կողքից ճնշել։ Իհարկե միշտ էլ կլինեն այդ ճնշումները։ Եվ այդտենց չեն կարող ազդեն, մանիպուլացնել լինում ինքը էլի։ Մանիպուլացնեն, ենթակացնեն, որ ուրիշ ազգերի համաճիկը դառնա եւ այլն։ Այդտենց արդեն շատ դժվար կլինի։ Ես որ դուք ասացիք եսակենտրոնությունը փորձեն հաղթահարենք, դե ամենայն դեպս այսպես որ ասենք ամեն մեկը ձեր տանը հաղթարեք չի լինի, ինչ որ մարդիկ են պետք որ պիտի այդ գործը անեն, էլի։ Ես որ երկար ժամանակ մտատանջության մեջ էի, ասեք, ժողովրդի պատկերը ունեի, ձեր ասած եսակենտրոնություն էլ կա, եսասիրություն, այլ հատկանիշներ էլ կային, բացասական լավերի հետ միասին, ձեռքբերովի։ Հիմնականում եւ աշխարհի փորձն է ուսումնասիրում, թե ինչպես են կարողացել վերափոխել ժողովրդին այս եսակենտրոնության հաղթահարում, նկատեցի, որ արմեն հետևյալ կերպ առաքելություն են վերասահմանում, շատ բարձր այդ գաղափարը, ասենք ձեր նման մարդիկ դից իմաստուններ, հետո փորձում են ժողովրդին կամած ներարկել տարբեր շերտերի, ըստ իրենց ընկալելի բառապաշարով, որոշակի շերտի մոտ առաջացնում են այդ հավատ, այդ ուղղվածություն, նպատակասլոցությունը դեպի առաքելության գնալը եւ ընթացքում են ասում են ժողովուրդ դուք ուզում եք չէ գնաք այս սա լինի, թե դեպքում սա մի արեք, նյութապաշտ մի եւ այլ եւ աստիճանաբար մարդկանց փոխելով տանում են վերև, այսինքն առանց առաքելությունը դնելու եւ դրանով վարակելու չես կարող եսակենտրոնությունը փոխել, ինչի՞ պետք է փոխի։ Ապրում է էլի։ Բայց եթե դու իրան հասկացնում ես, որ գիտես Աստված քեզ ստեղծել է, դու սա պիտի անես, այս առաջնայինը որ դա այդ առաքելությունը։ Սա պիտի անես, սա քո նախնիները, սա են սա համար են ապրել, ամոթավա դու դա չես անում, ինքը գալով ասես ես ուզում եմ, ասես երիտասարդ դեպքում ծխախոտը միքսի այստեղ, այս բարից 100 հատ մի առ, այն մի խեղճին օգնի եւ այլ եւ կամած ասենք կգնա։ Հենց այդպես էլ արել են մի քանի ժողովուրդներ, էլի։
Գուցե մեկ էլ ես սա ասում եմ առաջարկում եմ 2007-ից, երբ որ ուրիշների մոտ տեսա, առաջարկում եմ, բայց դժվար են անցալում։ Սենց անընդհատ ինչ-որ դե միջավայրը ինքը ոնց որ դայք այդ համապատասխան միջավայր հող ստեղծելու համար շատ երկար ժամանակ է։ Մենք ուզում ենք արագ դա լինի։ Արագ ուզում ենք, որովհետև տեսնում ենք գնում դեպի անդուն։ Կապ չունի։ Կանոնը ասում է ժողովուրդ մի գնացեք անդուն, այստեղ գնանք վրայով անցնում է դեռ։ Ինչ-որ բաներ պետք է այդ անդունդում ընկնեն, ոնց են ոչխարները ընկնում են, հետո մենք են գնում։ Ասենք ես բավական իմաստնացել է։ Այն ինչի համար իսկ փախարակում էին 10, 15, 20, 25 տարի առաջ, հիմա 100,000-ով մի բան ասում են։ Որ ես ազգուշացնում եմ, արդեն եք տեսան, իմաստնացել են, բայց դա գիտես ինչը կա։ Աղետը տեսնում են, բայց չեն հասկանում ինչու կա այդ աղետը, իսկ ինչ անենք, որ այս աղետից պարզնենք, էլի գնում են մակերեսային բանից, դրան հեռացնենք, դրան հեռացնենք։ Ու այդ հիմնարար այս ինչից մենք խոսում ենք, դա դեռ չի գալիս քաղաքական գործիչներին, որ մտածեն սա բարդ է, գուցե այս բարդ մեխանիզմերով երկար ժամանակի ծրագիր ունենանք, այլ առ այլ գնանք, ինչ-որ մոդելներ, որ կիրառել են։ Դա երկար ժամանակի ծրագիր լինի, ինքը տենց արագ իրականացնելու չի։ Իսկ երկար ժամանակը ոչ մեկ չունի, ասենք նույնիսկ քաղաքական բաներ, իրանք գիտեմ, որ ընտրվում են 5 տարով, այդ արագ են ուզում իրանք կեցությունը բավարարեն ու վсё։ Առաջ գնա, ինքը ազգային ծրագիր չեն դնում։ Դե օրինակի համար պետք է հասկանանք, օրինակ Թուրքիան ինչ որ ազգային ծրագիր է, ինքը 300 տարի հետոյի վրա է ծրագրեր դնում։ Այն ինչ որ կատարվում է Հայաստանում, համարյա 100 տարի առաջ եղել է թղթի վրա գրած։ Ինչ որ անում են, գնան մեր վրայով այս կողմ են կողմ եւ այլն։ 1930-ականներին հաստատ եղել է այդ ծրագիրը։ Համարյա 100 տարի առաջ։ Իսկ ես որ ասեք ինձ հաճախ հրավիրում են կամ քննարկումների կամ հեռուստաեթերների, ես որ այսպես բարդ քայլերի համակարգ եմ ներկայացնում, մոտարապես ինչ որ ասում ենք սրախտացված տարբերակը, դանդաղ վերափոխելով այս բազմությունից ասք տանալ, ասում են պարոն Պեպարյան, բայց մենք այդքան ժամանակ չունենք, երկիրը կործանվում է։ Ես ասում եմ, եթե դուք սա չեք անում ու ինչ որ բան եք անում, դուք նպաստում եք երկրի կործանման, ինչ որ եղավ։ Այս է խնդիրը, էլի ժամանակ չունենք։ Համակարգային մտածողություն է։ Նայեք, այդ ժամանակ չունենքը այդ նույնն է, որ մեկը քաղցկեղով է հիվանդ, ինչ որ խորհուրդներ է տալիս, ինքը իրան թվում է արագ, հեսա ինչ որ մի բան արեցին, ինքը լավացավ։ Քաղցկեղը դա իր հոգու հիվանդությունն է, դա պետք է ինքը թեկուզ դանդաղ փոփոխություններ անի, իր մտածելակերպի մեջ փոփոխություններ, որ բուժվի։ Արագ ինչ որ բաները տենց չեն օգնում։ Դա պետք է հասկանանք։ Իհարկե կարող է ինչ որ արագ sense տեղային ինչ-որ օգնություն լինի, բայց մեկը պետք է երկարատև աշխատանք լինի։ Իսկ երկարատև աշխատանք ոչ մեկ չի ուզում։ Իրանք ուզում են արագ ակնթարթային լուծումներ։ Ասենք որ նույնիսկ դպրոց ունեմ, որ սկզբից սաներ գալիս են այդ առաջնային ոնց որ բանը, մտածում են արագ, հեսա մի քանի օրում իրանք ոնց որ գեր մարդ են դառնալու, գեր աստվածային մարդ։ Տենց չի կարա լինի։ Եսի հաղթարումը երկար ժամանակ է պետք, շատ երկար։ Ու համբերատարություն ամեն ինչին էր ինչ որ բանին վեհ նպատակին հասնելու, ցանկացած նպատակի հասնելու երկարատև աշխատանքը, մարդիկ վերջնական արդյունքն են ինչ որ մեկի տեսնում, ինքը գիտեց արագ ինքը դարավ, ասենք թե, չգիտեմ, բախ դարավ։ Տենց չի, ինքը ինչքան ճարանք, մենք չենք շատ չնչին մասն ենք այդ աշխատանքի տեսնում։ Վերջնական արդյունքը մտածում ենք ինքը նստեց դաշնամուրի առաջ ու մի անգամից բախ դարավ։ Տենց չի լինում։ Քաղցկեղ ասացի, մի բան հիշեցի ես, որ երկար, երբ որ բարձել էի ժողովրդի ախտորոշումը, նաև պատճառները, ինչպես որ հարգելի պարոն ասում էր, ինչպես է ձևակերպվելու հաղթանակը, հստակ չէ, ես մտածում եմ լավ, հիմա եթե ինձ մեկը հարցնի, կարող ես ասել այս ժողովրդի, եթե առողջական խնդիր ունի, ինչ ախտորոշում ես տալի, մի քանի բառով հստակ, էլի, երկար մտածեցի եւ դետարկումներից հետո հետեւյալը գտա, որ ասում էի մեր հանրությունը ունի հանրային մտածողական քաղցկեղ, իսկ ընդհանուր իր մտածողությունը ուղիղ քաղցկեղ է ինքը, գլխավորի քաղցկեղ։ Իր մտածողությունը հանրայինի, ոչ թե բոլորը քաղցկեղը ինքը իրան ոչնչացնելու է, եթե մենք սրա դեմ չառը, իսկ սա շատ ծանր գործ է ու բարդ։ Ես ուղեղում է։ Ասում են ժամանակ չունենք, ժամանակ չէ, որ հիվանդ է, քաղցկեղով հիվանդ է, ինչի ժամանակ ունեք բա դուք։ Սա ծանր, հիմա շատ-շատերը տեսնում են, հարգելի դրդ, որ իսկապես նույնիսկ այդ քաղցկեղ բառն օգտագործում են, ասում են կարծես թե այս քաղցկեղով է տառապում։ Այո, ես ուրեմն սխալ չէի, որ այդ ախտորոշումը տվել է, էլի, իր մտածողությունով ինքը իրան որտես ինքը ոչնչացնելու է։
երկար ժամանակի մեջ։ Իսկ եթե կան դրսից էլ ուժեր, որ սա գիտեն ու նաև խթանում են հատու, այնպեսի դեղեր են տալի, որ քո քաղցկեղը զարգան օրգանիզմը թուլանա, սա է լինելու, էլի։ Ու ծանր ու բարդ խնդրի մեջ ենք, ես դա համար եմ ասում, այնպես հեշտ չի էլի, բայց նաև անլուծելի խնդիր չի, այստեղ իմաստունների, խորագետների, քաղաքագետների տարբեր ոլորտի մարդկանց ինչ որ հավաք պիտի լինի, որ Այդ քաղցկեղով հիվանդ անեց իրանց ուշադրության կենտրոն ասում են, բայց ձեռք նա թուշ է մտել ամբողջ ուշադրությունը, բայց ինքը գլխավոր բանը մոռացել է ինչնով է, բան, ասենք արտաքին հետևանքներով ազգում։ Ուզենք հիմա արտաքին աշխարհում շատ բարդ հիմա մենք հանգամանքում ենք գտնվում։ Իսկ երկրորդական, երրորդական ինչ որ բաների վրա են շեղում մարդկանց, որ ուշադրությունը դարձնեն ինչ որ շոու են անում երկրորդական, երրորդական բաներով, որ մարդկանց ուշադրությունը այդ դրանց վրա դարձնեն, գլխավորը թողեն։ Իսկ գլխավորը շատ հիմա լարված իրանք Հայաստանի համար էլ դժվար վիճակ է, ինչքան որ ասենք նույնիսկ որ համ Ռուսաստանն է պատերազմի մեջ, համ Իրանն է պատերազմի մեջ, մեր համար ամենամոտիկ ոնց որ ասած մեր երկրները, որոնք մեզ կարան օգնեն ինչ-որ հարցով, իրանք շատ դժվար հանգամանքի մեջ են ընկել։ Այստեղ արդեն արտաքին ուսուցիչ թշնամիները շատ ուժեղ կապտում են, իսկ մենք ներքին ինչ-որ թատրոնների մեջ ենք ընկել։ Արտաքին ուժերից խոսացինք, ինչքան էլ քերիներ կան, մեզ փշիփշի անեն պահեն, եթե մենք մեր ներքին խնդիրները չլուծենք, այս հիվանդությունը չբուժենք, մեզ ոչ մեկ չի բերգելու, հասկանում ես, ինչ որ հենակներով մեկին կողքը լինելու ենք, դա ապագա չի, էլի։ Պիտի կարողանանք քրկներս աշխատացնենք, այս խնդիրը լուծենք ու ինչպես վերնագրում ասենք, հաղթանակող մարտիկի հոգին վերափոխի, որ ունեցել ենք, սա է հարցը, հասկանում եք, այնպես որ չենք ունեցել հազարամյակներով, եթե ես հիմա չարարեմ մուսական բերեմ ինչեր են ասեմ մեր մասին, ասենք մինչև 1000 թիվը, Քաջարի եւ այլ հատորներ կկազմի, ինչեր են արել մեր նախնիները, որպես մոռացվել են ինչ պատճառ, մի պիտի ինչ որ մի ձև մենք ինչպես են նատում բուժում, վերադարձնում են իրեն առողջ վիճակին, չէ՞, նույնն է ժողովուրդը, ես արդեն քանի տարի սա եմ ասում, որ ասում եմ կոնսերվատիվ հեղափոխություն, դա ժողովրդին տանում է իր առողջ վիճակը, որտեղ ինքը արժեքներ է ունեցել, համակարգ է ունեցել, եսասիրություն հաղթահարած է, ինքը դա ունեցել է։ Սա է, չէ՞, բուժում։ Մտածելակերպը նայեք մեր հիմա որ պատերազմ են անում, ովքեր են պատերազմ, տեխնոլոգիաներ են պատերազմանում, չէ՞, ոչ մի զինվոր պատերազմ չի անում։ Տեխնոլոգիան մի երկիր Իսրայելում, որը ինչքան հեռավորություն է Իրանից կա, Իրանները սահմաններ չունեն, սահմանների երկրի վրայով իրանք պատկեր տեխնոլոգիաների պայքարը, մենք մեր մտածելակերպը այս հարցում էլ շատ հեռու ենք ընկել, նույնիսկ ռազմական ընկալման մտածելակերպը, որ ինչքան մենք հեռու ենք, ու պայքարը ոչ թե ինչ որ զինվորի այդ կոփման մեջ է ֆիզիկական, այլ տեխնոլոգիաների զարգացման մեջ է, որ մենք հեռացել ենք, իսկ մենք էլի ինչ-որ զինվորի վրա ենք հույսը դնում, որը հիմա դա արդիական բացարձակ չի։ Հեսա շուտով կլինեն ռոբոտներ կկրվեն, որ զինվորը կլինի տեխնոլոգիաների կռիվ է։ Մենք պետք է տեխնոլոգիան միտքը զարգացնենք, չէ՞։ Դե հիմա Իսրայելը եթե որոշակի գերակշռություն ունի, հենց այդ պատճառով տեխնոլոգիաների քանակով նայեք, այնտեղ մի 8 միլիոն են, վերցնենք այնտեղ 80 միլիոն, 90 միլիոն է քանակի մեջ չի։ Հələ Իսրայելը ոչ մի նավթային բան չունի, ռեսուրսներ, ասենք, իսկ Իրանը ինչքան նավթային ռեսուրսներ ունի։ Իսրայելում ինձ թվում է ոչ մի հանքեր էլ չկան այնտեղ, իրանք մարդկային ռեսուրսն է ամենակարևորը։ Ավազի հանքեր կան։ Դե ասենք մետաղների թանկարժեք ոչ մի հանքեր չունի, բայց Իրանը ինչքան հնարավորություններ ունի, բայց նայեք ինչ ճնշում է, չէ, ասենք թե ինքնաթիռները գալիս են, ռմբակոծում են, ինքը չի կարող դիմակայել, որովհետև ոնց որ Հայաստանում հակաօդային բանը միանգամից ոչնչացվեց, ընդդեմ է ոչնչացած։ Դրա համար ինքնաթիռները հանգիստ մտնում են, որտեղ պետք է ոչնչացվեն։ Տեխնոլոգիան մենք չենք, այդ դրա համար որ ասում ուղեղի բանը, այդտեղ քաղցկեղը, մենք էլ մտածելակերպի ճիշտ ընկալում չի ամեն ինչին։ Մենք այս ակնթարթին տեսանք ոնց է հիմա այս պայքարը գնում։ Ակնթարթորեն պետք է հիմա մեր բոլոր տեխնոլոգիաներ բաներ ուրիշ ձև վերափոխենք, բայց մենք այն հինով նրտած է։ Դեռ միշտեն էր ասում, որ գնում են Եվրոպաները հնացած գաղափարները բերում են, Եվրոպան արդեն անցել է ուրիշ գաղափարները, իհարկե հները բերում են հայերը,
Բերում են սկսում են դրանով ինչ որ պայքարել կռվել։ Եզրափակելով այս մեր անչափ կարևոր հաղորդումը Տրդատ Դոնիկյանը կարևորեց։ Ինչ կարևորեց։ Կարևորը որ եսակենտրոնությունը հաղթահարվի, համընդհանուր բարիքին համար ծառայվի, հաջորդը որ ազգի իմանա իր առաքելությունը Աստվածային որն է դրան առաջին շեշտը դրվի, ոչ թե իր կեցության բավարարման համար, ամենաառաջնայինը դա դրվի, կարևորը նաև արագ ճկուն վերափոխման կարողանան ամեն ինչ ճկուն անել մի օրվա մեջ։ Այսինքն մենք ասենք ես բան ասեմ, որ ես ինչ որ ինստիտուտում եմ գիտահետազոտական աշխատում, ինչ որ գաղափար է որ տվում է մինչև պետք է այս տնօրենը հաստատի, գլխավոր ինժեները հաստատի եւ այլն գնա, իսկ զարգացած շատ երկրներում ակնթարթորեն կարող է դա մի ժաման 6 լինել, իսկ այդտեղ կարող է մի քանի տարի քաշեր այդ, որ ինչ որ գաղափարը առաջ գնա, ասենք նոր հորինված։ Հիմա մենք պետք է ակնթարթորեն տեսան ինչ որ մի տեխնոլոգիական խնդիր կա, ակնթարթորեն անում։ Դրա համար Չինաստանը իմ ինչ է ամենաառաջնային երկրներից մեկը դառնում, հաստատ դառնալու ավելի առաջնային, որտեղ ինքը ակնթարթորեն է արագ դասեր լուծում։ Ձեր ասածը կլինի, եթե պաշտոնների նշանակվեն ձեր ասած մեթոդներով։ Եթե չարեցիր, այդ հիմն է լինելու։ Տրդատ Դոնիկյանն հյուրընկալվեց Վերելք հաղորդաշարում։ Ես միշտ մոռանում եմ դպրոց երջանկություն բառը հիշում եմ կար։ Երջանիկ լինելու արվեստ։ Որպես երջանիկ լինել մարդը, այդ երջանիկ այն ժամանակ, երբ որ ինքը իր առաքելությունն է իրականացնում։ Երջանիկ չի, երբ որ մենակ իր կեցությունն է բավարարում։ Իր կեցությունը ինչքան էլ բավարարի, թվում է ժամանակը, որ ինքը իրան լավ ազգում, ինչ որ հորմոններ են արտադրվում, այդ ակնթարթին ինչ որ լավ անում, բայց հետո դրանք մարում են արագ, էլի։ Դա համար ինքը պետք է համընդհանուր իր Աստվածային առաքելությունը իրականացնի, որ երջանիկ լինի, էլի, ոչ թե ինքը իր կեցության պրոստը ցածր ինստինկտները բավարարի, դրանով առաջընթաց չի լինի։ Երջանիկ բառի հետ կապված մի բան էլ ասեմ, ու եզրափակենք, այս եղավ ընկերական զրույց։ Ես աստղակերպով ցուլ եմ եւ հողի հետ աշխատելը իմ հոբբին է, առանց չեմ կարողանում։ Ու միշտ ամեն անգամ որ քաղաքից փախչում գրում եմ եւ զբաղվում եմ հողագործությամբ, ես ինչ լավ էի զգում։ Համ հանգստանում եմ, համ մի տեսակ։ Հետո ես վերջերս մի ուսումնասիրություն կարդացի եւ գիտնականները հետազոտել են, ողջել են, որ դու հողը քանդում ես, մշակում ես, այդպես ինչ որ գազեր ասեմ, գոլորշիներ ասեմ, ինչ որ նյութեր են բարձանում, որը Պարոյում եք, դու շնչում ես ու քո մոտ առաջացնում է երջանկության զգացողություն։ Գուցե ձեր դպրոցի սաներին մեկ-մեկ տանեք նաև հողագործությամբ զբաղական բնություն եւ այլն։ Որպես նպաստի երջանիկ երևույթ։ Իսկապես ես հասկացա, որ ես հողագործություն որ անում եմ, ես մի ուրիշ մարդ եմ դառնում, հասկանում եք։ Երջանիկ։ Ես ամեն շաբաթ, ամեն կիրակի տանում եմ բնության մեջ։ Դա ուրեմն գիտեք աղձիկները։ Դա համար թաքնագետ են ասում ձեզ։ Վերավ շնորհակալություն հետաքրքիր հյուրի համար, ես հիշեցնեմ, որ Վերելք հաղորդաշարը հյուրընկալեց Տրդատ Դոնիկյանին։ Մի շնորհ հանդիպում։